Արդյոք նորմալ է, երբ քրիստոնյան յոգայով է զբաղվում։ Իհարկե, ոչ։ Շատերն այսօր յոգան ներկայացնում են որպես պարզ վարժություն, մեդիտացիա, մարմնի ու մտքի համար։ Բայց գիտեք արդյոք, որ յոգան ծագել է հինդուիզմից։ Հինդուիզմը մի կրոն է, որ հավատում է ավելի քան 33 միլիոն աստվածների։ Հավատում է հոգու վերամարմնավորմանը, ինչպես նաև կարմային։ Այսպիսով, յոգայի արմատները հակասում են Աստվածաշնչին։ Յոգայի շարժումները, դիրքերը, այսինքն ասանաները, շնչառական վարժությունները, մանտրաները կապված են կեղծ աստվածների պաշտամունքի հետ։ Եվ երբ կրկնում ես մանտրաներ, մեդիտացիայի ես գնում առանց Քրիստոսի, դու կամովի բացում ես սիրտդ այլ ոգիների ազդեցության համար։ Սաղմոս 96:5-ում ասվում է, որովհետև բոլոր ազգերի աստվածները կուռք են, բայց Տերն է արարել երկինքը։ Մանտրաները եւ մեդիտացիան բացում են դուռը այլ ոգիների համար։ Յոգայում մարդիկ հաճախ կրկնում են մանտրաներ, առանց հասկանալու դրանց իմաստը։ Դրանք հաճախ բանալի բառեր են եւ կոչեր են հինդու աստվածների։ Օրինակ, օմ համարվում է տիեզերքի ձայնը։ Սա հոգևոր կապ է ստեղծում անծանոթ ուժերի հետ։ Երկրորդ Օրինաց 18:10-ում ասվում է. Քեզ մոտ չպիտի գտնվի կախարդող, ուշակող, հմայող, որովհետև ով այդ բաները անում է, Տիրոջը գարշելի է։ Յոգայի նպատակը հոգևոր լուսավորության, հանգստության, ներքին հավասարակշռության հասնելն է առանց Սուրբ Հոգու, բայց իրական խաղաղությունը գալիս է միայն Քրիստոսի միջոցով, ոչ թե մեթոդների կամ վարժությունների։ Փիլիպպեցիս 4:7-ում ասվում է. Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողություններից վեր է, կպահպանի ձեր սրտերը ու ձեր մտքերը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Յոգայի մեդիտացիան ձգտում է դատարկել միտքը, բայց դատարկ միտքը կարող է բացվել մոլորեցնող ոգիների համար։ Աստվածաշունչը մեզ հրահանգում է մեր միտքը լցնել Աստծո խոսքով, այլ ոչ թե դատարկել այն։ Հռոմեացիս 12:2-ում ասվում է. Մի ձևափոխվեք այս աշխարհի կերպարանքով, այլ կերպափոխվեք ձեր մտքի նորոգությամբ։ Քրիստոնյան կանչված է տարբեր լինել, այլ ոչ թե միանալ աշխարհիկ հոսանքներին։ Շատերն ասում են. Ես յոգայով եմ զբաղվում միայն ֆիզիկապես, բայց յոգան հնարավոր չի ամբողջությամբ բաժանել իր հոգևոր արմատներից։ Ինչպես աղոթքն է քրիստոնյայի ներքին արտահայտումը, յոգան նույնպես հոգևոր ազդեցություն ունի։ Առաջին Կորինթացիս 10:21-ում ասվում է. Չեք կարող խմել Տիրոջ բաժակից եւ դևերի բաժակից։ Սիրելիներ, եկեք մի պահ խորենք։ Ինչից է որ մերժում ենք մերը, աստվածայինը, մինչդեռ հակված ենք ընդունելու օտարածին կրոնը, բարքերն ու բառերը։ Մեդիտացիա բառը կարող ես փոխարինել աղոթքով կամ Աստծո ձայնը լսելով, իսկ յոգա բառը մարմնամարզությամբ։ Այսպիսով, յոգան կարող է թվալ որպես օգտակար մարմնամարզություն, բայց դրա խորքալի է հոգևոր մոլորություններով։ Մենք պետք է ուշադիր լինենք մեր հոգու նկատմամբ եւ հեռու մնանք այն ամենից, ինչը կարող է մեզ հեռացնել կենդանի Աստծուց։ Կողոսացիս 2:8-ում ասվում է. Զգուշացեք, որ ոչ ոք ձեզ չխաբի փիլիսոփայությամբ եւ ունայն խաբիությամբ, մարդկային ավանդույթներով։ Եկեք մի պահ մտածենք. ինչու է, որ երբ հնդիկը ապաշխարում է եւ դառնում է քրիստոնյա, իսկ պարտադարում է յոգայով զբաղվել, քանի որ նա գիտի յոգայի դիվական արմատների մասին, իսկ մենք քրիստոնյա լինելով միախառնվում ենք այլ աստվածների երկրպագության ծեսին։ Աստվածաշունչը հստակ ասում է. մի խառնվեք խավարի գործերին եւ մի փորձեք փրկություն կամ խաղաղություն գտնել առանց Հիսուս Քրիստոսի, բայց երբ դատարկում ես միտքդ ու չես լցնում Աստծո խոսքով, դու բաց ես թողնում մոլորեցնող ուժերին։ Սիրելիներ, իրական խաղաղությունը Քրիստոսում է, ոչ մեթոդների, ոչ էլ դարավոր մոլորությունների մեջ։ Եկեք ընտրենք կյանքի ճանապարհը։